Բարեկալուսիվիլն է տաղավարում զրուցելու եմ իմ գործընկեր Արևելագետ Գյորգի Միրզաբեկյանի հետ։ Ողջույն Գյորգի։ Ողջույն Արշակ։ Գյորգի, ԱՄՆ-Իրան բանակցությունները արդեն երկարատև սերիալ են հիշեցնում, ինձ խնդրում եմ ասա, այս պահին որտեղ են գտնվում այդ բանակցությունները եւ կողմերը ինչ համաձայնեցման դիրքերի կամ դիրքորոշումների համաձայնեցման ինչ փուլում են։ Մի կողմից հայտարարվում է, որ ստորագրել են հուշագիր հրադադարի մասին եւ պետք է արդեն վերջնական համաձայնություն կնքեն կամ համաձայնագիր կամ խաղաղության պայմանագիր, բայց մյուս կողմից ամեն օր մենք տարբեր հաղորդագրություններ ենք լսում, որ Հորմուզը մի օր փակ է, մի օր բաց է, ինչ է կատարվում։ Շնորհակալություն Արշալից, այո 3 ամսից ավելի տևող ձգձգվող պատերազմը ի վերջո ավարտի մոտեցավ փոխհմբռնման հուշագրով, որը կնքվեց Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, թեկուզև առցանց, սակայն այս ստորագրությունը թերևս միակ փաստաթուղթն է երկու կողմանի, որ կնքել են երկու կողմերը իսլամական հեղափոխությունից հետո, որը էական է, եւ սրանով կարծեք թե փոխհմբռնման հուշագիրը ենթադրում է փաստաթղթավորում է, ամրապնդում է դեռևս ապրիլի 8-ին կնքված հրադադարի համաձայնությունը եւ այնուամենայնիվ սա շատ կարևոր իրողություն է ինչի համար, բացի այդ որ քեզ հետ մանրամասն կանդրադառնանք բանակցությունների փուլին եւ տրամաբանությանը, այլ այն է որ նախ եւ առաջ հրապարակվեցին այն կետերը, ինչի շուրջ կողմերը բանակցում են, իհարկե այնպես չէ որ այդտեղ նորույթ կար եւ մենք մեր ենթադրություններով չգիտեինք դրա մասին, բայց նախ հրապարակվեցին, երկրորդ դա երկկողմ ստորագրությունների փաստաթուղթ էր եւ ամենակարևորը սա սկիզբ դրեց նոր գործընթացի, որովհետեւ ըստ այդ հուշագրի պետք է 60 օրվա ընթացքում կողմերը հասնեն վերջնական համաձայնության։ Ճիշտ է, այնտեղ դրույթներից մեկով կարող են անդադ դա ձգձգվել, եթե կողմերից մեկը դրա մասին նշի, սակայն ինչ որ deadline, ինչ որ սահման է սահմանում, բայց սրա սկզբունքային տարբերությունը հրադադարի հայտարարությունից այն է, որ կողմերը մեծ հաշվով պարտավորվում են անընդհատ կապի մեջ լինել, անընդհատ բանակցել, անընդհատ փորձել հանդիպումներ ունենալ, ի տարբերություն հրադադարի, որը շատ հեղեղուկ էր, անորոշ էր եւ կողմերի հայտարարություններից էր կապված։ Ինչ վերաբերում է թե ինչով է պայմանավորված կողմերի հայտարարությունները, կոշտ հայտարարությունները, նեղուցը փակ է, բաց է, նախ եւ առաջ կուզեմ ընդգծել, որ եկեք ֆիքսենք, որ սա շատ կարևոր իրողություն է, որ դուռ է բացում մեծ բանակցությունների համար, անկախ նրանից դա ինչ 60 օր կտևի, թե 160 օր կամ ավելի երկար, բայց այս հայտարարությունները տեսնում ենք, որ ուղեկցվում են այլ հայտարարություններ, որոնք տակտիկական բնույթ են, ճնշելու դիմացինին եւ փորձելու այսինքն պատրաստվում են այդ կերպ պատրաստվում են մեծ բանակցություններին, մեծ բանակցությունները իրենց դիրքերն են փորձում են իրենց դիրքերը ամրապնդել բանակցային սեղանին, բայց կարծում եմ, որ սա չի կարող այս պահին գոնե շատ մեծ թվեր նետել բանակցային բովանդակությանը, տրամաբանությանը եւ սա ավելի շատ մարտավարական հնարքներ են կամ քայլեր են, բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող նշել, որ լիովին լավատեսություն ունենալ այս բանակցային գործընթացի հանդեպ եւ լիովին նշել, որ սրանք հանգեցնելու են շատ անպայման հանգեցնելու են լուրջ առաջխաղացման կամ արդյունքի, որովհետեւ միևնույն ժամանակ երկու երկրների միջև խնդիրները բավական խորքային են, դրանք եղել են իսլամական հեղափոխությունից հետո մասնավորապես, այսինքն մի շարք հարցերի շուրջ նրանք երկարատև չեն կարողացել բանակցել եւ ընդհանուր հայտարարի գալ եւ պարզ է, որ գործընթացը լավատեսությունը իհարկե ներշնչում, բայց պետք է դեռևս դրանց արդյունքների վերաբերյալ զսպվածություն զուսպ լինել։ Ինչ են ենթադրում այս բանակցությունները այդ առումով, օրինակ երբ որ կարդում էինք եւ արևմտյան կամ չգիտեմ իրանական կամ իրանական մամուլի թարգմանությունները հրապարակումների, կարծես կողմերը կամ կողմերի պաշտոնյաների հայտարարությունները ավելի կոնկրետ, կարծես կողմերը այդ նախնական պայմանավորվածություններից կամ այն կետերը, որոնց շուրջ պատրաստվում էին պայմանավորվել, ընդգծում էին նրանք, ինչ իրենց պետք էր այդ պահին, հա։ Ամերիկան ընդգծում էր այն, որ Հորմուզի նեղուցը բաց է լինելու եւ Իրանը չի ունենալու ուրեմն միջուկային զենք, դրա մասին է պայմանավորվածությունը, Իրանը ասում էր, որ սա հանգեցնելու է նրան, որ օրինակ Լիբանանի նկատմամբ ոչ մի հարված չի լինելու, Հորմուզը բացվելու է եւ իրանական նավթը հանգիստ վաճառվելու է։ Այսինքն կարելի է ասել, որ դրանք նույն բանակցությունների երկու կողմն էին ներկայացնում, երկու պատկերն էին ներկայացնում եւ չգիտեմ, ինչ ակնկալ է վերջնական դիզայնը այդ պայմանագրի, եթե այն ստորագրվի, ինչի մասին է լինելու։ Տեսեք, փոխհմբռնման հուշագրի կարևորություններից մեկն այն է, որ ինքը ուրվագծեց փաստորեն այն համաձայնությունը, ինչի շուրջ են ընդհանրապես իրենք երկխոս
խոսում։ Սակայն այդ փոխըմբռնման հուշագիրը, որ բաղկացած է 14 կետից, մեծ հաշվով դա հասցեագրեց տվյալ պահին շատ փոքր կետեր, որովհետև մնացած մյուս կետերի շուրջ ուղղակի սկզբունքային պայմանավորվածությունների մասին էր սա։ Կոնկրետ հարցը, որ լուծվել է կամ կողմերը հասել են լուծման, այն է, որը որ ծագել է պատերազմի ընթացքում եւ հետևանքով ժամանակ։ Խոսքը Հորմուզի նեղուցի ազատ տեղաշարժի մասին է։ Այսինքն մի խնդիր, որը շատ հրատապ է Իրանի համար, քանի որ արտաքին կողմից Միացյալ Նահանգներն են շրջափակել իրանական նավահանգիստները, սա շատ կարևոր է Իրանի համար, միշտ էլ կարևոր է Միացյալ Նահանգների համար տնտեսությունը տուժում էր եւ նաեւ իր դաշնակիցների եւ համաշխարհային տնտեսություններ տուժում հաշվի առնելով Հորմուզի նեղուցը։ Այսինքն այս պատերազմի ընթացքում առաջացած այս ամենամեծ գլխացավանքը կարելի ասել սա լուծվեց։ Իսկ մյուս հարցը շրջափակումը, այսպես ասած։ Երկկողմ շրջափակում, այո։ Իսկ մյուս հարցերի շուրջ կողմերը հասան սկզբունքային համաձայնության, բայց մենք տեսնում ենք, որ կա նաև առաջխաղացում դիցուկ օրինակի համար իրանական ընկերությունները կարող են իրենց նավթը վաճառել արտաքին շուկա։ Սա այսինքն սա պատժամիջոցների չեղարկում չէ, որովհետև սա էլ պետք է լուծվի վերջնական համաձայնությամբ, բայց դա ընթացիկ քայլ է, որը Իրանը ունենում է դրա օգուտը եւ սա լուրջ քայլ է Իրանի տնտեսության համար։ Բայց մյուս կողմից դուք նախորդ հարցում նշեցիք, թե ինչ են այս սպառնալից հայտարարությունները, նշեցի, որ սեփական դիրքերը ամրացնելու համար սրա վառ օրինակներից մեկը հենց Լիբանանն է, որ դու խոսեցիր դրա մասին։ Ինչն է հարցը, որ Իրանը միշտ նշում է, որ այս փոխըմբռնման հուշագիրը ինքը ենթադրում է Լիբանանի վրա, բայց Իսրայելը դրա հետ համաձայն չի, որովհետև այդ փոխըմբռնման հուշագրում Իսրայելը չկա։ Հետևաբար սա բաց ներվ է, որը կարող է նաև ինչ-որտեղ խոչընդոտել այս փոխըմբռնման հուշագրի ռեալիզացիան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պայմանավորվելով Իրանի հետ նաև երրորդ պետության մասին, տվյալ դեպքում Լիբանանի մասին, այս անգամ հաշվի չեն առել Իսրայելի շահերը։ Տեսեք, իրականում եթե մի փոքր խորքից գամ, թե մինչև պատերազմի սկսելը, թե պատերազմի ընթացքում ակնհայտ դարձավ, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վերջնական նպատակները մի փոքր տարբերվում են։ Երբ որ հայացք ենք նետում սկզբնական հռետորաբանության եւ նպատակներին, ապա Իսրայելի համար Իսրայելը պատրաստ էր գնալ դեպի վարչակազմի փլուզման, ընդհանուր երկրի մասնատման եւ այլն։ Միացյալ Նահանգների դիրքորոշումը ըստիս տարբերվում էր։ Միացյալ Նահանգներին պետք էր ավելի կանխատեսելի Իրան։ Նրանց համար կարևորը ըստիս այն էր, որ իշխող վարչակազմի շրջանում նրանք բանակցելի թիմ ունենան, այսինքն բանակցող թիմ ունենան։ Եվ այս իմաստով կարելի ասել, որ եթե խոսենք ԱՄՆ-ի համար Իրանը էգզիստենցիալ վտանգ չէր, Իսրայելի համար վտանգ էր, դրա համար նպատակ։ Եվ նաև փոկել Չինաստանի եւ Ռուսաստանի ազդեցությունից։ Այս իմաստով, եթե խոսում ենք երկրների նաև շահերից, թե ինչ են ստանում այս փոխըմբռնման հուշագրի կետերից եւ բուն բանակցություններից, կարծում եմ, որ այս բուն գործընթացից ել չասած արդյունքներից կարող եմ ասել, որ սա կարող է ուժեղացնել թե Իրանին, թե Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգների մասով նշում է, որ սա համապատասխանում է իր շահերին, որտեղ ի սկզբանե իր գլխավոր նպատակներից մեկը Իրանի հետ երկխոսելն էր, բերել իր բանակցային հարթությունը այն կետերի շուրջ, որոնք նաև իրեն հետաքրքիր է, այս առումով կարծեք թե ստացվում է։ Մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ Իրանի ղեկավարության նոր establishment-ի համար է սա ընդունելի տարբերակ նախքան պատերազմը, որովհետև այլևս սա չի ընկալվում որպես պատերազմի սպառնալիքի տակ արած քայլ ներքին լսարանի համար եւ արտաքին, այլ ավելի ուժեղ դիրքերից, այլ այն դիրքերից, որ նրանք կարողան իրենց թույլ տալ գնալ եւ երկխոսել։ Իրանի establishment ասացի հիմա ով է։ Բարդ հարց եք տալի, բարդ հարց է սա արժանի։ Ով է որոշում կայացնում վերջնական։ Տեսեք, ընդունված է կարծել եւ երևի թե այդպես էլ կա, խոսքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասին է, որպես կառույցի, որը պատերազմի հոգևոր առաջնորդը չէ, որ ինչպես առաջ էր, որ դե հոգևոր առաջնորդի մասին մենք չենք կարող խոսել, նախ ինքը չի երևում, հա, չի երևում, հետո թե ինքը ինչ ազդեցություն ունի կառավարման հարցում, հետո մենք զրուցել ենք, ասել եմ կարծեմ մի առիթով, որ անգամ հեղափոխության առաջնորդի պարագայում ցանկացած լիդերի պետք է նա տարիների ընթացքում վաստակի կամ դառնա այդ ազդեցիկ ուժը, հա, բայց հաշվի առնելով Մոջթաբա Խամենեի նաև կապերը ԻՀՊԿ-ի հետ եւ նաև այն հարցը, որ հենց ԻՀՊԿ-ն է այս պատերազմի ավանգարդում իրանական կողմից, ապա բան է, տրամաբանական է, որ նա է հիմա առաջատար ուժը, մանավանդ ռազմական ղեկավարությունը կարելի ասել, հենց պահապանների կորպուսի ռազմական ղեկավարությունը։ Այո, տեսեք, օրինակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը խորհրդանի նախագահն է եւ առաջնորդում է իրանական պատվիրակությունը,
ինքը հենց ԻՀՊԿ-ի զինվորական է 2000-ականներին եղել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար այսինքն ինքը հենց զինվորական է հետեւաբար այս մասն է բայց այստեղ էլ մեծ հարց կա թե պատերազմի ավարտից հետո սա ինչ տրանսֆորմացիա կունենա որովհետեւ մի բան է պատերազմում դու վերցնես երկրի ղեկավարումը մեկ այլ բան թե դրանից հետո ինչ կլինի սա շատ հարց է եւ այստեղ կներեք շատ կարեւոր դեր է ունենալու տնտեսության ազատականացմանը որի ուղղությամբ Իրանը հիմա շարժում է կարծես դրան է ուզում գալ այսինքն այս պայմանագիրը եթե այն ստորագրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ վերջնական խաղաղության համաձայնագիրը դա ենթադրում է օրինակ իրանական նավթի տարբեր տնտեսության տարբեր ոլորտների վրայից սանկցիաները կարող են դուրս գալ պատժամիջոցները Մինչև բուն համաձայնագրի ստորագրում այդ հարցը արդեն իսկ քննարկվում է Բուն համաձայնագրով մեծ հարցերից է սանկցիաների չեղարկում դեռ չկա Այդ է ուզում ասել այդ սանկցիաների ամբողջական չեղարկումն է թողնված վերջնական համաձայնության բայց իրանական նավթերը կարող են իրենց նավթը վաճառել անգամ ամերիկյան ընկերություններին եւ որոշակի համագործակցություն հաստատվի արդեն իսկ կարելի ասել որ այդ կողմերը փորձում են թևակողել կամ կարող են թևակողել միջև վերջնական համաձայնության հատվածից էլ կարող է որոշակի թեթևացում դա եթե ինքը առնվազն երբ որ իրանական կողմը կարողանա իր նավթը վաճառել ի տարբերություն շրջափակման փոխանցումներ պետք է լինեն այո եւ իհարկե ամերիկյան դիրքորոշման փոփոխության պարագայում կարծում դա շատ մեծ տնտեսական օգուտ է Շատ լավ Իրանում այս համաձայնագիրը կամ հրադադարի մասին հուշագիրը եւ հետո նաեւ համաձայնագիրը իհարկե Իրանը փակ պետություն է դժվար է ասել թե հասարակությունը կոնկրետ ինչ է կարծում եւ այլը այնուամենայնիվ բայց ինչպես են ընկալում մարդիկ Իրանում կամ տարբեր ուժային թևեր այս համաձայնագիրը սա իրենց համար պարտություն է թե հաղթանակ Եթե խոսքը քաղաքական ուժերի մասին է, ապա կանխատեսելի է կամ կանխատեսելի է, որ պետք է հիմնական դրական, սակայն տարբերությունն այն է, որ մի կողմը չասեմ շատ մեծ ոգևորությամբ, սակայն բավական լավատեսությամբ է մոտենում հարցին, մյուս թևից եթե հնչում են չասեմ քննադատություն, այլ մոտեցումն այն է, որ հաշվի առնվում Միացյալ Նահանգների հետ ունեցած բազմամյա խնդիրներու անվստահության մթնոլորտը։ Իսկն պահպանողականները ողջունում են, ռեֆորմիստները պայմանական։ Պայմանական, այո, կա հատված, որը ավելի զուսպ է, եւ կա հատված, որը այո գտնում է, որ Իրանը ճիշտ ուղղության վրա է, մանավանդ որ Իրանը հիմա ավելի ուժեղ է թվում, ավելի ամուր դիրքերից է, քան նախքան պատերազմը։ Այսինքն պատերազմը ուժեղացրել է Իրանին եւ այս առումով Իրանը խնդիր չի տեսնում դրամարացիի խնդիր չի տեսնում Միացյալ Նահանգների բանակցությունների, որը այլ կերպ կդիտվեր դիցուկ միջև պատերազմը, հա։ Քանի որ ամերիկան խնդիրը եղել նաև կառավարող համակարգի փլուզման կամ ուրեմն իշխանափոխության Իրանում մեծ հաշվով, հա, կառավարման համակարգի փոփոխության, կարող ենք ասել, որ այնուամենայնիվ երկրի ներսում, կառավարման համակարգի ներսում այս պատերազմի ընթացքում այդ հեղափոխությունը տեղի է ունեցել։ Իշխանության կենտրոնը, որոշումների կայացման կենտրոնը տեղափոխվելով ուժայինների դաշտ ամբողջությամբ։ Ես համակարծիք եմ դրա հետ։ Եթե այսքան իսլամական վարչակազմը չի փլուզվել եւ բավական ամուր է մնացել, հետեւաբար բայց կառավարման ներսում փոփոխություններ եղել են։ Եվ հնարավոր է որ դա նաեւ պայմանավորված է ներքին խմորումների եւ ներքին ընդհանուր հայտարարի գալու հետ, հա, որովհետեւ այս ընթացքում ամեն դեպքում չեն երևում ազդեցիկ հոգեվորականները, հոգեվոր դասը մի կողմ է, կարծեք թե մնում այս բուն բանակցություններից ազդեցություն չունի բանակցությունների վրա, իսկ հիմնականում այն ուժերն են, որոնք որ առաջամարտիկն էին, որոնք ավանգարդում էին կանգնած եւ նշեցի որ իրանական պատվիրակությունը ի վերջո ղեկավարում է Մոհամմադ Ղալիբաֆը եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Երկու սցենար դիտարկենք, մի սցենարում Իրան եւ Ամերիկան գալիս են, Ամերիկայի Միացյալ Նահանգները գալիս են վերջնական համաձայնության, ստորագրվում է այդ վերջնական խաղաղության պայմանագիրը կամ համաձայնագիրը, չէ, սցենարը դիտարկենք, ստորագրվում է եւ մյուս դեպքում չի ստորագրվում եւ էսկալացիայի վտանգը միշտ պահպանվում է, հա։ Այդ երկու դեպքերում մի դեպքում ստորագրվում է եւ չի ստորագրվում։ Ինչպիսին կլինի Իրանի վերաբերմունքը Հայաստանի մասնավորապես Ամերիկայի ներդրումային ներկայությամբ իրականացվող եւ քաղաքական նաեւ հովանավորությամբ իրականացվող TRIP ծրագրի նկատմամբ։ Տեսեք, TRIP-ի մասին մի փոքր այսքան շատ բարդ է խոսել, շատ տարբեր պատճառներով, որովհետեւ դեռ դա միսոարիուն ստանալու ճանապարհին է, դա կախված է նաեւ խամորվող։ Տեսեք, անգամ եթե պատկերացնենք այն սցենարը, որ Իրանն ու Միացյալ Նահանգները կարողանում են ընդհանուր հայտարարի գալ,
նորից բարդ է ասել, ինչի ոչ միանշանակ Դա է։ ավտոմատ չի ենթադրելու, որ իրենք ամբողջությամբ դրական վերաբերեն այդ ծրագրին։ Որովհետև գիտեք ինչ, հարաբերությունների կարգավորում, սակայն չասեմ վստահություն, շահերը մնում են շահեր։ Դրանով է պայմանավորված։ Մեկ օրինակ բերեմ, Արցախյան պատերազմից հետո, երբ որ եղավ այսպես կոչված այդ միջանցքի խոսույթները եւ այլն, Իրանը գիտենք ինչ դժկամորեն էր վերաբերում, մի կողմ թողենք այն օբյեկտիվ եւ նաեւ իրենց ընկալմամբ անվտանգային հարցերը, թե ինչու էր նա դեմ, որ այդ ժամանակ ծառայեց նաեւ Հայաստանի շահերին, իհարկե, բայց ի վերջո գլխավոր հարցերից մեկը բացի անվտանգային այդ խնդիրներից հասկանալի, գլխավոր հարցերից մեկը դա այն էր, որ նա դուրս էր մնում եւ չէր ցանկանում դուրս մնալ տարածաշրջանային կապուղիներից։ Լիներ դա Հայաստանի վերահսկողության տակ թե ոչ, այսինքն նա ցանկանում էր, որ Իրան ցանկանում էր, որ այդ լիներ տարանցիկ ուղիների մաս։ Հետևաբար այդ ճանապարհը անկախ նրանից թե ինչ կարգավիճակ ունենար, ինքը բոլոր դեպքերում անցնում էր, շրջանցում էր Իրան։ Եվ դրա համար Իրանը ի վերջո իդեպ ադրբեջանական լարվածության եւ ադրբեջանա-իրանական լարվածության ֆոնին նրանք Ադրբեջանի հետ կարողացան այլընտրանքային ճանապարհ ստեղծել, խոսքի Արաքսի միջանցքի մասին է։ Այսինքն մենք որպես հայկական կողմ պետք է հաշվի նստենք նրա հետ, որ ինքը անկախ նրանից թե ով ում հետ կբարիչի թե չէ կողմերը նկատեմ կարգավորի հարաբերությունները, այլևս մրցակցային դաշտ է ձևավորվել տարածաշրջանում կոմունիկացիաների առումով եւ կշայի այն նա ով ավելի հնարամիտ կգտնվի, արագ կողմնորոշվի եւ ի վերջո համաձայնությունների կազմի, բայց այս տարածաշրջանային կոմունիկացիաները ի վերջո բաց մրցակցություն են բոլորի համար, հա։ Հիմա եթե խոսում ենք միջին միջանցքի մասին, միջին միջանցքը Հարավային Կովկասում հեռանկարում ունի 3 ուղղություն։ Մեկը հիմա որ կա Բաքու-Թբիլիսի կառույցն է, մյուսը Թրիփն է եւ մյուսն էլ հիմա ուզենք թե չուզենք, եթե անգամ կարգավորեն հարաբերությունը, դա նաեւ Իրանով անցնող ճանապարհն է։ Եթե իհարկե իրանական կողմը նոր սարքի ամեն դեպքում էլի սա հարց է, բայց արշալից մի բան մոռացա նշել, խոսքը Հորմուզի նեղուցի միջանցքի մասին է, նեղուցի մասին։ Կուզեմ նշել, որ բանակցություններում Իրան-ամերիկյան Հորմուզի նեղուցը ունի առանցքային նշանակություն։ Եվ շատ ժամանակ Իրան-ամերիկյան բանակցությունները քննարկելիս շատ ժամանակ մեր ուշադրությունը հրավիրել ենք միջուկային ծրագրի վրա, բայց կարծում եմ, որ այս պատերազմի հետևանքով Իրանի համար իմ ընկալմամբ, գուցե սխալվում եմ, Հորմուզի նեղուցը առնվազն հավասարվել է իր նշանակությամբ, եթե ոչ գերազանցել է միջուկային հարցին։ Այո, որովհետև սա հենց հիմա է։ Այո, որովհետև սա հենց հիմա է, եւ սա շոշափելի արդյունք է Իրանի համար ազդելու այլ տարածաշրջանի խաղացողների համար, եւ մեկ բան էլ այս ստատուս քվոյի փոփոխություն ասեմ, թե ստեղծված իրավիճակը ինքը նաեւ ինչ որ հերանեկար կարող է բացել, որը ինչ որտեղ կարող է նաեւ ձեռնտու լինել Միացյալ Նահանգներին, հաշվի առնելով Պարսից ծոցում դրա արաբական երկրների որպես դաշնակիցներ, նոր ֆորմատի ձևավորմանը, որը որ առաջ էր քաշել Ջավադ Զարիֆը, նախկին արտգործնախարարը, բայց որևէ մեկը դեռևս ականջալուր չէր եղել, խոսքը իսլամական երկրների արևմտաասիական երկխոսության ասոցիացիան է, որը որ ենթադրում է Իրանի եւ արաբական երկրների միջև համագործակցության հարթակ։ Սա իհարկե ձևավորվել է Չինաստանն էր նաեւ այդ ուղղությամբ աշխատում։ Այո, սա որտեղ ձևավորվել էր Աբրահամյան համաձայնություններին զուգահեռ, բայց սա ինչ որտեղ կարող է նաեւ Իրանը լինի Միացյալ Նահանգների օգնությամբ կամ շահերի հետաքրքրության ծիրում կամ առանց դրա կարող է նա նաեւ առաջ տանել հաշվի առնելով այն, որ արաբական երկրները նույնպես շատ ուժեղ դիրքերում չեն հիմա պատերազմի հետևանքով։ Հասկացա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի տաղավարում ես զրուցեցի իմ գործընկեր Արևելագետ Գեորգի Միրզաբեկյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։